Նման կադրեր առավել հաճախ տեսել էինք, ասենք, ամերիկյան որևէ նահանգի պատուհասած փոթորիկների ժամանակ։ Այս անգամ կադրերը Գյումրիից են, ավելի կոնկրետ Թատերական հրապարակից, որտեղ անցկացվող միջոցառման ժամանակ քամին քշում տանում է տաղավարները, տապալում տասնամյակների տարիք ունեցող եղևնին։ Քամու ուժին չեն դիմացել նաև կայարանամերձ հրապարակի եղևնիները, կենտրոնական ու հաղթանակի այգու բարդիները։ Ծառերը ուժեղ քամին արմատախիլ է արել։ Քաղաքի տարբեր հատվածներում տանիքներից պոկված թիթեղներ էին, քամու հետևանքով տուժել են անհատական տների ու դպրոցների տանիքներ։ Գյումրիի թիվ 27 միջնակարգ դպրոցի մարզադահլիճի տանիքը հայտնվել էր գետնին։ Դահլիճի մի մասը քեզ ճակատային մասով լահասեն ոգեպերել է։ Դուի փամն է, ժեշտն է, ոչ ոգել է, սիզա հզորությամբ եկել է, սպարդուսը լպրուցը, սիզակային մասը, այս ճակատային մասն է, ենքոմը դահլիճն է, այս դահլիճի այս ճակատային մասի կիսով բերել է։ Քամին ելավ է, կրիշն դիս բերեց, դարգեց ստեղ ավտոն, մեր ավտոն էր կայնակ իմ ավտոն։ Ժեշտը դարգեց ավտոյին, ինտե զաբորը պոգես կստեսություն։ Գյումրիի կենտրոնական փողոցները կարկուտի սպիտակ շերտով էին ծածկվել, փողոցներում անձրևաջրերի գետեր էին ու կրկին իր մասին հիշեցրեց քաղաքի ջրահեռացման համակարգի մեղմ ասած ոչ արդյունավետ աշխատանքը։ Անձրևաջրերը պարզապես կաթվածահար էին արել կենտրոնական փողոցների երթևեկությունը։ Ամենաբարդ վիճակը ստեղծվել էր Տերյան փողոցը Գարեգին Նժդեի հրապարակին կապող կամրջի հատվածում։ Այստեղ անգամ մեքենաներ էին արգելափակվել ջրում։ Mən avto uşaq ançam, sərgis mənəci talqeyil. Ու մեջը սաղ ջուր լծված։ Այն, որ այս հատվածում ջրահեռացման լուրջ խնդիր կա, պարզ դարձավ 2020-ի հուլիսին, երբ կրկին առատ տեղումներն ու կարկուտը անանցանելի իրավիճակ էին ստեղծել։ Ստեղծված իրավիճակից 2 օր անց դեռ քաղաքում շարունակվում են վերականգնման աշխատանքները, իսկ ամբողջ մարզում կատարվում է վնասի չափի գնահատում։ Գյուղերում բացի տանիքներից նաև ցանքեր են վնասվել, առանձին համայնքներում վնասը ըստ համայնքապետարանների 100%-ի է հասնում։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։